Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Բաբիկ Տադիկ նգարը պարզացված է Արարատի քաղաքը։ Բոստոնի հայկական ժառանգության այգին հիշողության եւ միասնության խորհրդանիշ։ Պատմական վերափոխում բուրսայի մեջ։ Իսրայելյան եւ թուրքական վարչագարկերու միջև լարվածությունը նոր քննարկումներու դեղիք տված է հայերու ցեղասպանության նյութին շուրջ։ Տիգրանագերդի Սուրբ Կիրակոս եկեղեցվո մեջ վերարձնած են հայկական ժողովրդական բարերը։ Մահացած է Անկարայի հայ կաթողիկե համայնքի ավագ անդամը։ Տիգրանագերդի թոդիրները թարերու խորքեն մինչև մեր օրերը, Սյունիքի հանքերը թարերու ժառանգություն։ Արցախցի 11-ամյա Եվա Թանյելյանի Բաբիկ Տադիկ հուշարձանը պատկերող նկարը, որ հերացված էր Երևանի Դեր Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի ցուցահանդեսեն, խորհրդանշական նախաձեռնությամբ բարձրացված է Արարատ Լերան քաղաքը։ Մասնագետներուն համաձայն այս քայլը հիշողության, ստեղծագործական ազատության եւ հայրենիքին հանդեպ սիրո խորհրդանիշ է։ Անոնք ընդգծած են, որ ոչ մեկ արկել կրնա սահմանափակել ազատ ինքնաարդայդումը գոչ ուղելով եւ այն շարունակելու ստեղծագործել։ Հիշեցնենք, որ նկարը, ուր պատկերված էր արցախյան մենք ենք սարերը Բաբիկ Տադիկ հուշարձանը ցուցահանդեսեն հերացված էր նյութին չհամապատասխանելու պատճառաբանությամբ։ Դեպքը լայն արձական կստացած էր եւ շատեր զայն կնահատած էին որպես ստեղծագործական ազատության սահմանափակում։ Բոստոնի հայկական ժառանգության այգին կշարունակե մնալ հայկական հիշողության, հանրային արվեստի եւ ներկախտյալներու ներդրումին կարևոր խորհրդանիշներեն մեկը։ 2012-ին բացված այգին Բոստոնի հայկական համայնքին նվերն է քաղաքին եւ Մասաչուսեթս նահանգին։ Այգին կենտրոնական վերացական քանդակը, որ ամեն տարի կվերացեվավորվի, կխորհրդանշի հայրենիքեն հերացածներու նոր կյանքի սկիզբը, դոգունությունն ու վերածնունդը։ Ավազան ու լաբրինտոսը կմարմնավորեն հիշողությունը, հույսը եւ կյանքի շարունակականությունը։ Այգին ոչ միայն հարկանքի դուրք է հայրու ցեղասպանության զոհերուն, այլև բացօթյա գրթական ու մշակութային կենտրոնը, ուր կկազմակերպվին հիշադակի արարողություններ, մշակութային ցերնարկները եւ խաղաղության նախաձեռնություններ։ Ամերիկայի հիմնադրության 250-ամյակին ընթരാճ այգին կշարունակե ընդգծել ներկախտյալներու թերը երկրի զարգացման մեջ, դառնալով հիշողության, երկխոսության եւ համամարտկային արժեքներու խորհրդանիշ։ Բուրսայի Ելդրեմ շրջանին մեջ կշարունակվին պատմական հայկական եկեղեցվո վերականգնման աշխատանքները։ Նախագծի նպատակն է նախկին եկեղեցին վերածել մշակութային կենտրոնի։ Վերականգնում են յետք շենքը պիտի գործե որպես երկհարգանի մշակութային կենտրոն, բազմագործառութային սրահով, ինչպես նաև ցուցահանդեսներու, շնորհանդեսներու եւ սեմինարներու համար նախատեսված տարածքներով։ Դեղական իշխանություններուն համաձայն նպատակը պատմական շինությունը պահպանել եւ զայն գրգին մշակութային կյանքի մեջ ներառելն է։ Աշխատանքներու ավարտեն յետ կենտրոնը իր թռները պիտի բանա արվեստասերներուն առջև։ Հոդվածակիր Հովսեփ Հայրենին անդրադարձած է իսրայելյան եւ թուրքական վարչագարկերուն միջև աջող լարվածության պայմաններուն մեջ հայրու ցեղասպանության նյութին շուրջ ընթացող քաղաքական քննարկումներուն։ Անգնշե, որ պատմական հարցերը հաջող կգործածվին որպես արտաքին քաղաքականության եւ աշխարհակաղակական աստեցության միջոց։ Հեղինակը կանդրադառնա Իսրայելի գոմե հայրու ցեղասպանության ճանաչման նախաձեռնության, ինչպես նաեւ Հայաստանի դիրքորոշման, ընդգծելով, որ Երևանը խուսափած է նյութին քաղաքական շահարկում է։ Հոդվածին մեջ կբելուցվին նաև Թուրքիո, Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունները, նշելով, որ դարաշրջանային զարգացումները կշարունակեն ազդել ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգին վրա։ Հարկ է նշել, որ հեղինակը իր հոդվածին մեջ անդրադառնար Արևմտյան Հայաստանի իշխանություններու պաշտոնական դիրքորոշման, Իսրայելի ռեժիմի գոմե հայրու ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ, ակնհայտորեն գիտակցելով, որ հայրու ցեղասպանությունը կատարված է Արևմտյան Հայաստանի մեջ, այլ ոչ թե Արևելյան Հայաստանի մեջ։ Տիգրանագերդի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցին հյուրընկալած է հայկական ավանդական ժողովրդական բարերու երրորդյա աշխատանոցը կազմակերպված երկիր կազմակերպության եւ կամակ բարախումբին համագործակցությամբ։ Աշխատանոցին ընթացքին վերակենդանացված են Դերսիմի, Խարպերտի, Մարտինի եւ Տիգրանագերդի հայկական ավանդական բարերը։ Մասնակցած են հայեր, քյուրդեր, թուրքեր եւ տարբեր համայնքներու ներկայացուցիչներ, որոնք միասին սորված ու բարած են հայկական ժողովրդական բարերը։ Սուրբ Կիրակոս եկեղեցվո հիմնադրամը նշած է, որ նման նախաձեռնություններ կպահպանեն մշակութային հիշողությունը եւ կզարգացնեն ժողովուրդներու միջև երկխոսությունը։ Միջոցառումը ավարտած է եկեղեցվո փագին մեջ համատեղ բարով, խորհրդանշելով մշակութային ժառանգության վերածնունդն ու համագեցությունը։ 97 տարեկանին կյանքեն հերացած է Անկարայի հայ կաթողիկե համայնքի ամենատարեց անդամներեն մեկը Էմիլի Կարաօղլուն։ Ան երկար տարիներ ծառայած է իր հավատքին, եկեղեցվո եւ համայնքին արժանանալով հարկանքի։ Եկեղեցվո համայնքը նշած է, որ Էմիլի Կարաօղլուի հիշադակը պիտի մնա սիրով եւ երախտագիտությամբ, որպես համայնքի նվիրված ու հավատավոր անձնավորություն։ Արցախի Տիգրանագերդի հնագիտական բեղումները բացահայտած են տարբեր ժամանակաշրջաններու տոնիրներ, որոնք կվկայեն հացաթխության մշակույթի եւ գենցաղային ավանդություններու թարավոր շարունակականության մասին։
Հնակետները ուսումնասիրությունները ցույց կտան, որ տոնիրներու կառուցվածքը ժամանակի ընթացքին փոփոխված է։ Բեղումներուն ընթացքին հայտնաբերված են վաղ միջնադարու քլանացև տոնիրներ, արաբական շրջանի փոքր գոնացև տոնիրներ եւ 11-13-րդ դարերու դասական արցախյան տոնիրներ, որոնք նման են մինչեւ վերջերս գործածվող ավանդական տոնիրներուն։ Հետազոտողները կնշեն, որ տոնիրները բացօթյա դարածքներու մեջ ծառայած են թուրնավ հացի տխման համար, վկայելով Արցախի մշակութային ժառանգության եւ հացատխության ավանդություններու սերունդ պահպանման մասին։ Սյունիքը Հայաստանի հարավային դարբասը հնագույն ժամանակներեն հայտնի է իր հարուստ ընթերքով։ Քրիստոսի առաջ 3-րդ հազարամյակեն ի վեր հոս արդյունահանված են բղինձ, ոսկի եւ արծաթ, իսկ շրջանը դարձած է մետաղագործության կարևոր կենտրոն։ Հնագիտական գտածոները կվկայեն, որ Սյունիքի մեջ զարգացած էին մետաղացուլություն եւ գործիքներու արտադրությունը։ Դարերու ընթացքին հանքերը ունեցած են տնտեսական եւ ռազմավարական մեծ նշանակություն։ Սյունիքի իշխանական դուները եւ օրբելյանները կարևորած են հանքավայրերու պաշտպանությունը, զանոնք նկատելով ազգային արժեք։ Այսօր եւս Սյունիքը կմնա Հայաստանի հանքարդյունաբերության կարևոր կենտրոններեն մեկը, պահպանելով իր պատմական ու տնտեսական դերը։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։